Հայաստանը խոսքի ազատության ցուցանիշով աշխարհում 34-րդ հորիզոնականից գահավիժել է 50-րդ տեղը։ Լրագրողներ առանց սահմանների միջազգային կազմակերպության մամուլի ազատության համաշխարհային ինդեքս 2026-ը բացասական միտումներ է ֆիքսել Հայաստանում։ Միջազգային կազմակերպության գնահատմամբ Հայաստանում մամուլի ազատության վիճակը խնդրահարույց է, իսկ անկումը վկայում է համակարգային խնդիրների մասին։ Չնայած Հայաստանի մեդիա դաշտի թվացյալ բազմազանության, այն շարունակում է մնալ խիստ բևեռացված։ Երկիրը կանգնած է ապատեղեկատվության եւ ատելության խոսքի աննախադեպ ալիքի առաջ, որը սնուցվում է ներքին քաղաքական լարվածությամբ, անվտանգության խնդիրներով եւ այն հանգամանքով, որ Հայաստանը բարդ աշխարհաքաղաքական դիրք է զբաղեցնում Ռուսաստանի եւ Եվրամիության միջև։ Քաղաքական ինդիկատորը մեզ մոտ անցած տարի եղել է 33, դարձել է 57 եւ մյուսը security indicator, ստեղել մեծ աղմկում ունենք, սա վերջինն է, թե օրինակ լրագրողների կալանավորում, նրանց նկատմամբ բռնություն, ոտնձգություն, հայոյանքներ։ Միջազգային կազմակերպության զեկույցի համաձայն Հայաստանում մեդիայի բևեռացումն արտացոլում է քաղաքական դաշտի պառակտումը, հատկապես զգայուն են Ադրբեջանի հետ բանակցություններն ու Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները։ Այս թեմաների շուրջ լրագրողները հաճախ դառնում են համակարգված ապատեղեկատվական արշավների եւ թիրախային հալձակումների զոհ։ Թեև զրպարտությունն ապաքրեականացված է, իրավական միջավայրը շարունակում է թերի պաշտպանել մամուլի ազատությունը։ Պետական գերատեսչությունների կողմից տեղեկատվության հասանելիությունը սահմանափակվում է, իսկ դատական համակարգի գործիքներով ճնշումը մեդիայի նկատմամբ խթանում է ինքնագրաքննությունը։ Երբ երկրում լարվածությունն աճում է, երբ լինում են պատերազմներ, քաղաքական իրադարձություններ, բնականաբար աճում են լրագրողների դեմ բռնությունների դեպքերը, աճում են քրեական գործերը, ցուցանիշն էլ հաջորդ տարի ենթադրաբար նվազում է։ Հայաստանում տեղեկատվության հիմնական աղբյուրը բնակչության մեծ մասի համար սոցիալական մեդիան է։ Հեռարձակվող եւ էլեկտրոնային մեդիայի մեծ մասն էլ շարունակում է գտնվել քաղաքական եւ տնտեսական ազատությունների ներքո։ Սոցցանցերում մեզ մոտ բավական անհանդուրժողական վերաբերմունք կա լրագրողների նկատմամբ, օրինակ ընդդիմադիր ուժերը, գործիչները քարկոծում են իշխանությունների նկատմամբ ավելի կառուցողական տրամադրված լրատվամիջոցներին կամ չեզոքներին, իշխանությունները քարկոծում են ընդդիմադիր լրատվամիջոցներին։ Փորձագետները նշում են, որ Հայաստանում մամուլի ազատության վիճակը գալիք տարիներին մեծապես պայմանավորված է լինելու ընտրական գործընթացների ավարտով։ Եթե ընտրություններից հետո ցնցումներ չլինեն, ապա խոսքի ազատության ցուցանիշները կբարելավվեն, քանի որ մեդիայի նկատմամբ ճնշումների պատճառներ չեն լինի։ Հակառակ դեպքում ոչ ստաբիլ վիճակը կարող է հանգեցնել մեդիայի ազատության մակարդակի վատթարացմանը։ Արմեն Նաթալյան, ժամը լրատվական։